Ազգային վերածննդի, ներքին համերաշխության ու աշխարհին ներկայանալու խորհրդանիշ Հիսուս Քրիստոսի արձանիշին աշխատանքներին միանալ ցանկացող քաղաքացիների հոսքը չի դադարում։ Տավուշից Շիրակ, Սյունիքից Լոռի կամավորների այս խումբը հանրապետության բոլոր մարզերից ու մայրաքաղաքից են։ Շինհրապարակում շինարարի կողքին նախաձեռնության հեղինակն է Գագիկ Ծառուկյանը։ Գյումրեցիները նրան դիմավորում են ավանդական դհոլ զուռնայով։ Քաղաքացիները եկել են մասնակցելու այս պատմական իրադարձությանն ու իրենց խորհրդանշական ներդրումն ունենալու այս գրանդիոզ նախագծին։ Գագիկ Ծառուկյանն ավելի վաղ հանձնարարել էր մեխանիզմներ մշակել, որպեսզի յուրաքանչյուր հայ աշխարհի ցանկացած ծայրից երկրին բարին կամեցող ցանկացած մարդ կարողանա մի ծառ տնկել, մի դույլ հող բերել, մի քար դնել հատիս լեռան գագաթին։ Քաղաքացիները առցանց հայտ էին լրացրել Հիսուս Քրիստոսի արձանի տեղեկատվական հարթակում և գրասենյակն այժմ նրանց ցանկությունն իրականություն է դարձրել։ Մենք ճիշտ գործ ենք բռնել, ճիշտ ծրագիր է, դա մեր ազգի, մեր երկրի, մեր ժողովրդի համար հոսք ամեն օր գալիս են, հիմա կարակ իջնենք ներքև մարդիկ կան, որ ինքնակամ գալիս են, մի օր, կեսօր աշխատում են, աղոթքը շուրթերին, իրենց նպատակ ցանկությունը մտներին բարձրանալով այդ աշխատանքները կատարում են, դա թող իրականություն դառնա, փոխանցվի սերնդեսերուն, դա պահեն պահպանեն։ Սա պետք է ազգովի կառուցվի։ Կան քննադատողներ, ես ոչ մի բան չեմ ասում, նորմալ է։ Իրենց էլ եմ հրավիրում, թող իրենք էլ գան։ Իրենք ես ասեմ, դա կհասկանան տարիների ընթացքում, տեսնելով հզորությունը, ճանաչումը, ամեն ինչը։ Ֆրանսիայում Էֆելյան աշտարակ կառուցում են, ֆրանսիացիները 85%-ը դեմ էին դրան։ Բայց այսօր տարեկան 50 միլիոն տուրիստ գնում է միայն Էֆելյան աշտարակի համար։ Այնպես որ սա պատմական գործ են կատարում ազգովի։ Եվ անպայման դա աստված որ 50 միլիոն էլ Հայաստանում տուրիստ գա, տեսնի, ազգին ճանաչի, ինչ քաղցր, հյուրասեր ժողովուրդ են, թող աստված պահպան լինի, մեզ, մեր երկրին, մեր ժողովրդին։ Այսօր եկել են մարդիկ Հայաստանի տարբեր մարզերից եւ Երևան քաղաքից, Սյունիքից մինչեւ Տավուշ, Շիրակից մինչեւ Արարատ եւ այն ողջևորությունը այսօր ես որ տեսնում եմ այստեղ այն զգացողությունները, որ մենք այսօր ունեցանք, քանի որ մասնակիցը դարձանք մի պատմական իրադարձության, այդ զգացողությունները անբացատրելի են։ Եվ վստահ եմ ժամանակի ընթացքում տարիներ հետո դառնալու է այս կետը քրիստոնյա զբոսաշրջիկների այցելելու գլխավոր վայրերից մեկը։ Այստեղ բարձրանալով ես ապշա, թե ինչպես կարող է մարդ այսքան աշխատանք կատարել, բայց միաժամանակ գիտենալով հանդերձ որ պարոն Գագիկ Ծառուկյանը մեծ հոգի ունի, միանշանակ մեծ գործ է կատարել։ Ես կցանկանայի այս Սուրբ Քրիստոսի արձանը հայ ազգին, մեր քրիստոնյա աշխարհին բերեր նորանոր հաջողություններ, մեր ժողովրդին, հայ ժողովրդին, համերաշխություն։ Ես Մոսկվայից եմ եկել, հատուկ ես նպատակով եմ եկել, պարոն Ծառուկյանին շատ սիրում եմ, հարգում եմ, ես էլ որ արեց մեր հայ ազգը պետք է առավել ու առավել եւս իր կողքին լինի։ Ահռելի մեծ աշխարհով մեկ ճանաչում ունեցող գործ արում։ Նման բարերարներ, նման մարդիկ մեր երկրին շատ ահավոր պետք են։ Սա մեր համար մեծ սիմվոլ է, պարծանք է, մենք դրանով հպարտանալու ենք ամբողջ կյանքում, այս sense հավաստագրերը, որ մեզ մոտ է, մեր թորնիկները հպարտանալու են, որ մեր տատիկը մասնակցել է սրա հիմնակարի մի փոքրիկ ինչ-որ լումայով։ Տարածաշրջանում մեծ աշխատատեղ է բացվելու, իօգուտ մեր ժողովրդին։ Ուրեմն պարոն Ծառուկյանը այնքան հայրենասեր մարդ է, այնքան ժողովրդասեր մարդ է, որ կարողանում է ինչ-որ ներդրումներ կատարում է հենց հանրապետության մեջ։ Այս մեծ շինությունը ամբողջ աշխարհում մեկ ճանաչել են տալիս
մեր հայ ժողովրդին, մեր հայոց պետականությունը սրանով բացարձակ արդեն ամբողջ աշխարհով մեկ կճանաչեն։ Շինհրապարակում նաև հայրենական մեծ պատերազմի 80-ամյակին նվիրված հաղթանակի ժամանակը հաղորդաշարի ստեղծագործական խումբն է։ Հեռուստանախագիծը ներկայացնում էր համաշխարհային պատերազմի վավերագրությունը, հաղթանակ կերտած վետերանների կյանքն ու հայորդիների սխրագործությունները։ Համաշխարհային պատմությունը ճշգրիտ ու նոր դիտանկյունից ներկայացրած այս նախագծի հեղինակները հատիսի բարձունքում մասնակիցն են դառնում նոր պատմական իրադարձության, որը կերտվում է մեր օրերում։ Հաղթանակի ժամանակը հաղորդումը ամփոփում էր իր մեջ անցյալի հաղթանակների վերհուշը եւ այսօր մենք ականատես ենք դառնում մի գործընթացի, որը մեր ներկայի ու ապագայի հաղթանակներն է խորհրդանշելու, դառնալու է ազգային համերաշխության, ներքին պառակտման հաղթահարման խորհրդանիշ։ Մենք հուսով ենք, որ այս առաքելությունը հիրավի ծառայելու է իր նպատակին։ Ես ինքս Արցախից եմ, Ստեփանակերտից եմ ու արդեն 2 տարի ես փնտրում եմ այդ խաղաղությունը։ Ուզում եմ գտնել, անկեղծ ուզում եմ գտնել։ Ու ես զգացի, որ հենց այստեղ ես գտա։ Հենց այստեղ գտա այն ակունքները, որտեղ ուզում եմ վերադառնամ, որովհետև այս եւս իմ հայրենիքն է, բայց ես ունեմ մի կետ, որ երբ հոգիս ցավա, երբ չգտնեմ այն լույսը, որը ուզում եմ տեսնել, թե հայրենիքում, թե իմ կյանքում, ես կգամ այստեղ ու այդ լույսը կգա իմ կյանք։ Հաղթանակի ժամանակահաղորդման շրջանակում մենք ներկայացրել ենք մեր պատմությունը։ Այսօր եւս կարող եմ զուգահեռներ տանելով ասել, որ մասնակցում եմ պատմական մի իրադարձության, քանի որ ինչպես գիտենք, Հայաստանում տեղադրվում է Հիսուս Քրիստոսի աշխարհում ամենաբարձր արձանը, շատ տպավորված եմ, մեծ հետաքրքրությամբ եւ ոգեվորությամբ եմ մասնակցում, այսպես շինարարական աշխատանքներին խորհրդանշական, կարծում եմ, որ Փրկչի արձանը կդառնա Հայաստանի նոր այցեքարտը եւ զբոսաշրջիկների հոսքը բազմապատիկ անգամ կավելանա։ Այս օրերին Փրկչի արձանի շինաշխատանքներին մասնակցած քաղաքացիներից Գագիկ Ծառուկյանը հետաքրքրվել էր, թե որն է նրանց ամենանվիրական երազանքը ու ինչ մտորումներով են բարձրանում այստեղ։ Միայն հաշտություն, համերաշխություն, մեծամասնությունը 80-90%-ի ցանկությունը մեր երկրում, որ հաշտություն, համերաշխություն, խաղաղություն լինի։ Ու դրա համար ես նորից եմ ասում, մենակ մարդու բան չի։ Սա պետք է լինի ազգովի։ Մենք մի ազգ ենք, որը պետք է կարողանանք համախմբվել, հասկանալ, գնահատել։ Մեկը մյուսի վրա ցեղ չշպրտի, ոնց որ այսօր դա սովորույթ է դառել, այլ ինչ կարաս արա քո ազգի համար, քո երկրի, քո ժողովրդի, քո տարածքի համար։ Ու բոլորն էլ կգնահատեն, դա կհասկանան։ Լսածի մասին տեսնելուց հետո Հայաստանի ամենամոտ ու հեռավոր անկյուններից հատիսի գագաթ հասած քաղաքացիները հեռանում են լավատեսությամբ, մեծ հույսով, որ Ծառուկյան ընտանիքի այս նախաձեռնությունը կմիավորի աշխարհասփյուր հայերին ու մեր երկիրն ավելի ճանաչելի կդարձնի ամբողջ աշխարհում։ Իզաբելլա Հովհաննիսյան, Ալեքսանդր Կիրոյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։